Ան փոխնախարար, եթե ճիշտ հասկացա, փոփոխության նպատակը այն է, որ հողը ըստ նպատակի օգտագործվում է, ճիշտ լսեցի, նպատակային նշանակությունը պահպանելու համար։ Ճիշտ հասկացա ձեզ։ Նաև Շատ լավ։ Կարող եք ասել ցայժմ քանի դեպք ա եղել, որ մայրաթոռը իրան տրամադրած հողակտորը օգտագործել է ոչ ըստ նպատակային նշանակության։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, ես նախ չէի ցանկանա անձնավորել սա ոլորտում ընդհանուր իրականացվող քաղաքականությունը, բայց նման օրինակ իհարկե կա եւ ես ձեզ կարող եմ առանձին նաև ներկայացնել։ Օրինակ Վանաձորում նմանատիպ դեպք ունենք, որ օրինակ սեփականության հիմքով երբ որ փոխանցվում է, այնուհետև չի օգտագործվում կամ նպատակային չի օգտագործվում եւ այդպես է թողամասը մնում է սեփականության իրավունքով եւ պետությունը համենքը զրկվում է տնօրինելու իրավասությունից։ Արձագանք։ Կասեք կոնկրետ Վանաձորում ինչ ա եղել ու երբ ա եղել եւ խնդրեմ հստակեցեք, չի օգտագործվել, թե ըստ նպատակային նշանակության չի օգտագործվել։ Որովհետեւ մենք քաղաքում երկրում որ քայլում ենք, տեսնում ենք լիքը հողեր, որոնք ըստ նպատակային չեն օգտագործվում։ Օրինակ գյուղատնտեսական նշանակության հող, որը չի օգտագործվում։ Օրինակ Հայաստանի Հանրապետության վայելահողերի մոտ 50%-ը չի օգտագործում։ Կարծում եմ դա շատ ավելի հրատապ օրինակ է, ավելի հրատապ խնդիր է։ Բայց կխնդրեի հստակեցնել կոնկրետ Վանաձորում ինչ եք տվել, ինչ նպատակային նշանակության եւ վերջապես ասեք, չի օգտագործվել, կամ պետքա եկեղեցի կառուցել փոխարենը ուրիշ բան են կառուցել, կամ պետքա շինարարությունն ավարտվեր 26 թվականի փետրվարի 10-ին, բայց ամենահավանականությամբ հունվարի լավ մայիսի 1-ին կավարտվի։ Լավ, այդ դեպքը մի քիչ ավելի մանրամասն ներկայացնեք եւ անձնավորման խնդիր չկա, այս անձի անուն չեմ տվել։ Կոնկրետ շնորհակալություն, կոնկրետ Վանաձորի դեպքում դա ժամանակին տրամադրված է եղել, սակայն չի օգտագործվել։ Ոչ թե նպատակային չի օգտագործվել, այլ չի օգտագործվել։ Դա Վանաձորում է եղել Գուգարաց թեմի հասարակական շենք է եղել, շինության համար հատկացված հողամաս է եղել, որը չի օգտագործվել։